Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այս պահի դրությամբ, պարոն Շանազարյան, ինչ իրավիճակում է հայ համայնքը, ինչ խնդիրներ ունենք սկսած օրվանից եւ այս պահի դրությամբ։ Հայ համայնքը նորմալ պայմաններում է գտնվում, ճգնաժամային վիճակ չկա, բնականաբար, ինչպես իրանական հասարակությունը, հայ համայնքը եւս մտահոգված է լուրջ պատերազմը ու գտնվում են պատերազմական պայմաններում, սպասողական վիճակ է, թե ինչ ընթացք ունենան իրադարձությունները, բայց ճգնաժամ համայնքում գոյություն չունի։ Համայնքի ազգային իշխանությունները, տեղական ազգային իշխանությունները եւս վերահսկում են իրավիճակը, որպեսզի Աստված մի առասցե, եթե արտակարգ պայմաններ լինեն, անհրաժեշտության դեպքում համարժեք քայլեր եւ միջոցներ ձեռնարկել։ Ներկա դրությամբ որևէ խնդիր, խնդրեմ չկա։ Դեսպանատան հետ Հայաստանի Հանրապետության աշխատանք կա։ Ես դա չեմ կարող ասել, այդ հարցը պետք է ուղղեք ազգային իշխանություններին, անկեղծ ասած այնքան լրահոսով զբաղված եմ եղել, մանավանդ երեկվանից միջադեպը, որ տեղի ունեցավ Ալիքի մոտ, Ալիքի փողոցում, Ալիքից մի երկու շրջան այդ պայթյունը, որ տեղի ունեցավ, հարվածը, որ հասցվեց, որը որոշակիորեն վնասեց նաև Ալիքին, պատուհանները ջարդվեցին։ Չեմ կարող ասել, թե Ալիքի աշխատանքը նորմալ ունի վերադարձնելու գուբանով են զբաղված։ Հարցի պատասխանը ես չեմ կարող տալ, թե արդյոք կապ կա ազգային իշխանության միջև եւ Հայաստանի Հանրապետության դեսպանության միջև, թե ոչ։ Համայնքից բնակիչները երկրից դուրս գալու տրամադրություններ ունեն, այդպիսի խնդիր կա։ Ես չեմ հանդիպել մեկին, որը երկրից դուրս գալու տրամադրություն ունենա, նախ օդը փակ է, չի կարող դա տեղի ունենալ, միակ ելքը ցամաքային սահմանն է Հայաստանի Հանրապետության հետ, բայց որ այսպիսի բան լինի, որ մենք տեղի ինֆորմացիա ստանանք, որ գնում են դեպի Հայաստանի սահման լքելու երկիրը, այդ մասին տեղեկություն չկա, բնականon կյանքով շարունակում են ապրել։ Հայաստանում վերլուծություններ կան, որ Աստված մի առասցե շատ երկարի եւ շատ խորանա խնդիրները, պատերազմը եւ Իրանը երկարատև պատերազմական իրավիճակում լինի, Ադրբեջանը կարող է օգտվել եւ այսօր լրատվություն կար, որ արդեն ինչ-որ գործողություններ արել է։ Այդ մասին ինչ վերլուծություններ կան Իրանում։ Ոչ ոք չի բացառում տեսականորեն այդ հնարավորությունը։ Իդեպ նշեմ, որ իրանցի փորձագետները այդ մտավախության մասին բարձրաձայնել են դեռևս 2020 թվականից 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախը ցավոք սրտի բռնազավթվեց Ադրբեջանի կողմից, արդեն նրանք լուրջ վտանգ էին տեսնում, որ ցանկացած հակամարտության դեպքում Ադրբեջանը կարող է անցնել ռազմական գործողությունների իր տարածքը տրամադրել հակառակորդին, խոսքը Իսրայելի մասին է, Իրանի դեմ ռազմական գործողություններ ծավալելու եւ ինքը միանալ դեպքում։ Այս մտավախությունը միանշանակորեն չունի Իրանի փորձագիտների մոտ եւ նրանք ահազանգում են այդ մասին, բարձրաձայնում են այդ մասին, որ եթե Իսրայելը արևմուտքը եւ մանավանդ Միացյալ Նահանգների մասին է խոսքը, որոշեն երկրորդ ճակատը բացել Իրանի դեմ, դա լինելու է Ադրբեջանի տարածքը, օգտագործելու են Ադրբեջանի տարածքը, այդ վտանգը գոյություն ունի։ Իսկ ինչ վերաբերում է միջադեպին, այո, տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ԱԹՍ-ներ են արձակվել Ադրբեջանի տարածքից դեպի Իրան, ես դեռևս պաշտոնական չեմ տեսել, դրանք հիմնականում տելեգրամային ալիքներում կային, բայց դեռևս շեշտեմ պաշտոնական որևէ լրատվություն Իրանի իշխանությունների կողմից դեռևս ես չեմ հանդիպել, մինչ այս պահը չեմ հանդիպել, բայց չի բացառվում, որովհետև անգամներ այդ իսրայելական հետախուզական ԱԹՍ-ները, որոնք այս տարիների ընթացքում թռչել են Իրանի տարածքի վրա, որպեսզի սկսեն ամեն հնարավորությունները, որ ունի ռազմական հնարավորությունները, ենթակառուցվածքները, միջուկային օբյեկտները, դրանք բոլորը արձակվել են Նախիջևանի եւ Ադրբեջանի տարածքից։ Դա փաստ է, մնում է փաստ եւ բոլորը գիտեն այդ մասին։ Այնպես որ եթե հիմա էլ դրանք արձակված լինեն, ես ոչ ոք չպիտի զարմանա։ Լրատվություն կա, որ ձերբակալությունները, որ տեղի են ունեցել, լրտեսական այդ ցանցը, որ եղել է, լրատվություն կա, որ ներգաղթյալ աշխատողներ են, այլ երկրներից։ Տարբեր բաներ կա, դեռևս սրանց ազգության մասին որևէ ինֆորմացիա բնականաբար գործի այսպես կոչված շահերից ելնելով չի ասվում, կարող են լինել, բացառված չէ, որ լինեն այսպես կոչված ապօրինի
միգրանտներ, որոնք աշխատում են Իրանում, դրանցից լինեն, բացառված չէ նաև որ լինեն Իրանի քաղաքացիներ։ Ես գիտեմ, որ մի քանի ձերբակալվածներից անցյալ օրերի ընթացքում եղել են հենց Իրանի քաղաքացիներ, իդեպ այսօր վաղ առավոտյան մահապատժի է ենթարկվել Իսրայելի համար լրտեսություն կատարած հենց Իրանի մի քաղաքացի։ Ինքը ձերբակալվել էր 1.5 տարի առաջ, բայց հոգեբանական քայլեր, սա ահազանգ էր, պատկամ էր ուղղակի ու անուղղակի այդ գործակալական ցանցում ներքաշված անձնավորությունների, որ ինչ ճակատագիր են սպասում իրենց։ Հատուկ էր ընտրվել, որովհետև մահապատիժը կարող տեղի ունենար 1 ամիս առաջ, կարող տեղի ունենար նաև 2 ամիս հետո։ Բայց ճիշտ ընտրվել է հենց այսօրը այդ մահապատիժը իրականացնելու համար դատական ուժի ղեկավարը Հոջաթուլ Էսլամ Էժեին այսօր հայտարարել է, որ ձերբակալվածների հարցը քննելու է պատերազմական իրավիճակին համապատասխան պայմաններում եւ դա արդեն վկայում է այն մասին, որ ինչ ճակատագիր կարող է սպասվել այդ մարդկանց։